Գրակոծների հետ կապված պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածում նշելով, որ գրակոծներ կան, բայց դրանք վտանգավոր չեն։ Ձեզ համար պարզ է հասկանալի է ինչ է նշանակում ոչ վտանգավոր գրակոց։ Տեսեք, այս դեպքում մենք պետք է միշտ հղում կատարենք երևի թե մասնագիտական կառույցի ինֆորմացիային տեղեկատվությանը եւ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությանը։ Գրակոծներ լինում են կանոնավոր, ուղղորդված, գրակոծներ լինում են դիպուկահարների գրակոծներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության դիրքերի վրա եւ լինում են անկանոն գրակոծներ, բայց միևնույն է, ինչպիսի գրակոծներ էլ որ կան, այդ գրակոծների մասին տեղեկություններ պետք է լինեն, թեկուզ նաեւ եթե ինչ որ գրակոծներ են լինում, հենց նույն Ադրբեջանի Հանրապետության, ասենք, դիրքերում իրենց զինծառայողների միջև։ Այս գրակոծների հիմնական նպատակը, որը իրականացվում է այս վերջին օրերին եւ նաեւ եթե ապատեղեկատվություն է տրվում Ադրբեջանի կողմից, դա տեղեկատվական պատերազմի մաս է կազմում եւ դրանք ուղղված են եւ Հայաստանի Հանրապետության մեր ժողովրդի հոգեբանական ճնշումներ իրականացնելուն եւ ուղղված են Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ արագացրեք այն մեր պահանջները, որ մենք բացի խաղաղության պայմանագրից ներկայացնում ենք ձեզ, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, բայց ես նորից եմ ասում, որ քաջ ծանոթ լինելով Ադրբեջանի հոգեբանությանը, ես նկատի ունեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հոգեբանությանը, իրենք փորձելու են մաքսիմալ գործել եւ իրենք չեն գնալու հիմա խաղաղության հնարավոր է իշխանության կողմից տեսնում եք փորձեր ադրբեջանական գրակոծները ծածկադմփոց անելու հետ կապված, որովհետև Սյունիքի մարզի գյուղերի բնակիչներն ասում են, որ գրակոծներ լսում են, իշխանության ներկայացուցիչները ինչ որ բացատրություններ են գտնում այդ գրակոծները ըստ էության արդարացնելու համար։ Գիտեք, պաշտպանության նախարարությունը ինքը հետաքրքրված պետք է լինի ճիշտ ինֆորմացիա տալու։ Երեք մենք տեսանք, որ պաշտպանության նախարարության ղեկավարությունը ասաց, որ դրանք գրակոծներ են, որոնք որ ասենք չունեն նպատակներ, անկանոն գրակոծներ են, բայց միևնույն է, ասենք ինֆորմացիա ունենալով տեղերից, ես քիչ առաջ եմ խոսել, ասենք Խնածախ, Վաղատուր գյուղի համապատասխան մարմինների, մեր մտերիմների հետ, որոնք որ ասում են այդ գրակոծները գյուղի վերևով են անցնում, այսինքն դեպի մեր կողմն են, դա նշանակում է, որ այդ ինֆորմացիան պետք է հստակ տրվի։ Ստում է այսինքն պաշտպանության նախարարությունը, ստում է այսինքն պաշտպանության։ Ես կարող եմ ասել, որ ճիշտ ինֆորմացիա չեն տալիս։ Պարոն Օհանյան, երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, ադրբեջանական մամուլում սա տարածվեց եւ ողջունվեց։ Հիմա նման հայտարարությունը ինչ է կարծում, ինչ նպատակ է հետապնդում։ Ես կարծում եմ, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը կուլ է գնում ադրբեջանցիների ճնշումներին եւ պարտադրանքներին։ Այդ հայտարարությունը չնայած նրան, որ ինքը ասաց, որ մեր թիմի որոշումն է, բայց այն ուղղված է երևի թե հակառակորդին, երևի թե Ադրբեջանի ղեկավարությանը, Ալիևին, որ մենք այդ էջը փակում ենք, սա խնդրանքի ծնկի իջնելու նման մի բան է, որ ինքը ուղղում է Ադրբեջանին, որպեսզի այդ փաստաթուղթը խաղաղության վերաբերյալ ինքը ստանա։ Պարոն Օհանյան, սովորաբար երբ խոսվում է, երբ Ադրբեջանը հայտարարում է սահմանային խախտումների մասին, կամ դրանից հետո հայտարարում է, որ Հայաստանը օրինակ պատրաստվում է ռազմական գործողությունների պատերազմի, դա օրինակ հիմա ասում է ապրիլին, դրանից հետո սովորաբար մեր Հայաստանի բնակության շրջանում խոսակցություններ են սկսում պատերազմի մասին, դուք ռազմական գործողությունների սպասում եք Ադրբեջանի կողմից։ Տեսեք, այն որ ռազմաքաղաքական իրավիճակը բավականին բարդ է, բայց այն որ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության, այսինքն մարտական գործողությունների վրա ազդում են առաջին հերթին աշխարհաքաղաքական զարգացումները, ուժային կենտրոնների միջև գոյություն ունեցող հարաբերությունները եւ այդտեղ մենք տեսնում ենք որոշակի նաեւ ձգտումներ բարելավման,
այսինքն ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի, այն որ նաև տարածաշրջանային իրադարձություններն են ազդում ռազմաքաղաքական իրավիճակի վրա, միանշանակ է եւ տարածաշրջանում այսպես ռազմաքաղաքական իրադրությունը բավականին բարդ է։ Իհարկե սա դրանք պատերազմի վտանգ կարող է լինել միայն ու միայն Ադրբեջանի կողմից, իրենք են ագրեսոր պետությունը եղել եւ իրենք էլ շարունակում են այդ ագրեսորությունը, իրենք էլ շարունակում են այդ սադրանքները, բայց կարծում եմ, որ իրենք նայելու են աշխարհաքաղաքական զարգացումներին, որովհետեւ յուրաքանչյուր խախտման համար նաև պետք է պատասխան տան, ասենք, այն մարդկանց, այն տերությունների, որոնք որ այսպես վերահսկողություն են իրականացնում տարածաշրջանում։